Բայց պետք չի, դա հարիր չի մեր հայ ազգին։ Ինչքան ժամանակ եք պատրաստվում այստեղ մնալ։ Ինչքան։ Ինչև մեկն ու մեկը գա բացատրություն տախեն փակ է, ինչ հիմունքներով կամ երբ պետք է բացվի զինանքը։ Այդքան։ Երևի ամեն օր էլ գամ այդքան, տենամ ինչ են որոշում, ես կառավարությունը ինչ է մտածում, լավ։ Մենք մտածում ենք մեր ամեն մեկի իր ընտանիքի, իր օջախի, իր ապրելակերպի համար, չէ՞։ Իսկ մեր մասին ով պետք է մտածի, պետությունը ոնց որ ասում է, գնացեք ինչ ուզում եք ելեք։ Ոնց կլի դից։ Այդքան է։ Ոսե։ Արգելի լրագրող, եղավ մի շաբաթ, զավոդ են փագել, բայց կամ ժողովուրդ, որ հավաքվել են անգործ, ինչ է, օրինակ ինչի ման են ժողովրդի դեմ, պարդոն դուսագալի տերոր են անում, այսօր եթե պայքարը մի հոգու դեմ է, մի հոգու դեմ պայքարի, զավոդը խես փագել, այսքան մարդ երկրի 90% վարկի տալիքի տակ են, բայց այսքան մարդու հարցերը ով է լուծելու, ոնց պետք է լուծվի։ Եսի պետական ռեչակները մարդիկ օգտագործում են իրանց անձնական շահերի համար, ուրիշ բան չկա նայելու, մտածելու, այդքան բան ես կարամ ասել, ինչի մար ես անես շպրտե դուս, 4-500 հոգի մարդ կա ստե աշխատող, սա վերջի պատասխան ով է տալու, ու ինչ ալելու սրա վերջը, պայքարում ես Գագիկ Ծառուկյանի դեմ, ինչ արի այդ մարդը, որ ուժեղ պայքարում եք սաղ, խեց զավոդը պագի, ինչի մար ես պագի, տերոր սեպական ժողորդի դեմ, այդքան բան կարամ ասեն։ Ինչով է պայմանով տեսեք, Գագիկ Ծառուկյանի բոլոր բիզնեսներն այս պայն չի աշխատում։ Ցավը տանում, բարգելի լրագրող, մենք հասարակ ժողովուրդս վերևներում, բիզնեսներում մենք չկանք, մենք աշխատում ենք ընտանիք պահենք այդ ժարգի կապեկներով։ Այսօր փագել ես այդ կապեկներն էլ ես փագում, կարի բերաներ ես ու վերջացավ։ Պրիչոմ բիզնես, մենք ինչ բիզնեսի մասին, մենք ինչ կարանք արտահայտենք բիզնեսի մասին։ Մենք խաբար ենք այդ բիզնեսներից։ Այսօր երկրի թագավորները պայքարում են այսքան ժողովրդի դեմ, պայքարում են, որ տերոր են անում։ Ժողովրդին ծոված, որ չկարանա փագի բերանը բացի մի բառ ասի։ Այդքան շատ եմ ուզում, շատ բան կարամ ասեմ, ու վախում եմ ասեմ։ Խիտ ուչ գիտես խեմա, ավել բան կասեմ, կնակազատ կանեմ։ Չէ, երբ եք շարունակում այս ակցիաների իրականացնել։ Մինչև վերջ պետք է կանգնենք, պայքարենք, որ բացեն, մտնենք, աշխատենք։ Այդքան բան։